Արձակուրդից հետո այսօր Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցությունը առաջին նիստը անցկացրեց, որի գլխավոր թեման պայքարն էր սահմանադրական փոփոխությունների դեմ։ 7 հոգանոց խմբակցությունից նիստին մասնակցում էին 4-ը՝ Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջանգիրյանը, Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը։ Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական փոփոխությունների շուրջ տեղի ունեցած հանդիպումից հետո այս անգամ նիստին չէր եկել Լյուդմիլա Սարգսյանը։ Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նրան այլևս սահմանադրական փոփոխություններին ոչ ասողների շարքին չի դասում։ Փոխարենը խմբակցության նիստերին չմասնակցող ՀԱԿ-ի մեկ այլ անդամ է միացել ոչի պայքարին։ Հրանտ Բագրատյանն է այս դիրքորոշման վրա, այսինքն 5 պատգամավոր մենք հստակ գիտենք, որ ոչի դիրքորոշման մեջ են։ Մնացածի հետ հարցերը դուք պետք է ճշտեք։ Հրանտ Բագրատյանդ խոսել եք, թե մամուլից եք տեղեկել։ Չէ, Հրանտ Բագրատյանի մասին տեղեկություններ ունենք եւ ուղիղ կոնտակտներ են եղել մեր խմբակցության հետ։ Մասնակցելու է արդյոք Լյուդմիլա Սարգսյանը խմբակցության հետագա աշխատանքներին, պարզել չհաջողվեց։ Նա այսօր հեռախոսազանգերին չէր պատասխանում։ Լևոն Զուրաբյանը եւս այս մասին չի ուզում խոսել, պնդելով ամեն ինչ պարզ է։ Օրենքով պատգամավորը խմբակցությունից դուրս գալ չի կարող, ոչ էլ խմբակցությունն է կարող հեռացնել նրան։ Խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով իրենց դիրքերի ամրության համար պետք չէ անհանգստանալ։ Կարևորը հանրության եւ Հայ ազգային կոնգրեսի մոտեցումները սահմանադրական փոփոխությունների հարցում համընկնում են։ Հարցրեք մի մարդ, եթե գտնեք մի հոգի փողոցում, որը կասի Սերժ Սարգսյանը պետք է իր իշխանություն շարունակի կամ հանրապետական արժանի է հաջորդ քաղաքական փուլերում դոմինանտ լինելու, մենք դադարեցնենք շարժումը։ Արամ Մանուկյանի կարծիքով իրավիճակը նպաստավոր է եւ հիմա ոչի լայնամասշտաբ պայքարն են կազմակերպում։ Հայ ազգային կոնգրեսում վստահեցնում են, ինչպես նախկինում, առաջիկայում էլ փոփոխությունների շուրջ որևէ բովանդակային քննարկման չեն մասնակցելու։ Սա պետք է դարձնել Սերժ Սարգսյանի ոչի, իր իշխանության ոչի քվեարկություն, եթե գործը հասնի քվեարկության։ Հայ ազգային կոնգրեսը խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների փաստաթղթի քննարկման ժամանակ փորձելու է տապալել գործընթացը, օգտագործելու են ազգային ժողովի ամբիոնը քարոզչական նպատակներով։ Առաջին հերթին ժողովրդի եւ ժողովրդական զանգվածների մոբիլիզացիայի գործիք է։ Դրա համար ենք մենք աշխատում ազգային ժողովում։ Մենք պատրանքներ չունենք, որ մենք կարող ենք քվեարկության արդյունքների վրա ազդել։ Զուրաբյանի խոսքով ոչի պայքարը կազմակերպելու համար տարբեր ուժերի հետ քննարկումներ են անցկացնում։ Արդյունքների մասին սակայն կբարձրաձայնեն, երբ ժամանակը գա։